Նորից պարոն Օրբելյան, մեղադրող կողմի վերած փաստարկների մեջ կան ինչ-որ հիմնավոր ապացույցներ, որը կապացույցի այդ մեղադրանքը միանշանակ պատասխանը ոչ է, բայց որպեսզի բան չստացվի, էլի դե պետք է ես ասեի, ոչ իրանք պետք է ասեին, այո։ Դա տրամաբանական է։ Քանի որ պետական գաղտնիքի հնարավոր թեմայի տակ, ասել են պետական գաղտնիքը ստորագրել ենք, փորձում ենք հասկանանք ինչ է պետական գաղտնիք, հեսա որ մենք խոսենք եթե պիտի հասկանանք, բայց ամեն դեպքում ոչ մեղադրանքի նկարագրությունը, հոդվածը չէ, ինչ է ենթադրվում, ոչ նյութերը որևէ մենակ դավաճանության չէ, էլի որևէ այլ քրեական հոդվածի հետ կապված ինչ որ հանգամանք չկա։ Ըստ էության նկարագիրը ինչ որ մեղադրում են, դուք այդ բոլոր լրագրողները դրա տակ անցնում եք։ Ինչ որ ինֆորմացիա եք տարածում, ինչ որ ինձ հարցրել եք, ինչ որ բան։ Անընդհատ խափանամիջոցի հարց բարձրացրել։ Հələ չենք ասել, հələ մենք մեր կարծիքով խափանամիջոց կիրառելու հիմքեր չկան, մեր կարծիքով քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան, մեր կարծիքով այս նյութերից չի բխում որևէ եղանակով գործի հարուցում։ Այսինքն մոտավորապես այն արգումենտացիան դե հարուցենք, հետո էլ քննենք, կալանավորենք, ապացույցներ ձեռք կբերենք, մոտեցումը ընդունելի չի կարելի անձին մեղադրանք առաջադրել, երբ որ չունես բավարար թույլատրելի վերաբերելի ծավալի ապացուցողական բազա։ Կոնկրետ այդ մեղադրանքի մասով իրենք կարողանում են ասել, որ պետական գաղտնիք է եղել դա, այդ ինֆորմացիան։ Չէ, երկրորդը պետական գաղտնիքի մասին։ Շատ դա լսես եղակի հարցերը շարադրեմ, հետո ասեք, լավ։ Դա մեկ, երկրորդը, եթե այստեղ պարոն Թևանյանի գործընկերներն էլ ասացին, օրինակ Էլինա Վարդանյան, որ ինքը այդ ժամանակ չի եղել падգամավոր եւ չի մասնակցել այդ նիստին։ Թևանյանն ինքն էլ է ասել։ Հիմա եթե չի մասնակցել, ինչպես է ստացել այդ տեղեկությունը, արդյոք այդ հարցը քննարկվել է։ Ինչ-որ փակ նիստ եղել, լսումներ են եղել փակ։ Մեղադրանքը Եվ երրորդը ներողություն պարոն Օրբելյան, եւ երրորդ հարցը համարենք ինչ-որ X ճանապարհով պատերի ականջադրել տես դրան հետևից լսել է ներողություն ստացել է պետական գաղտնիք համարենք այդ երկուսը մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել փոխանցել չկա։ Ես ուրիշ բան եմ ասում չկա ոնց հասկացանք բա իրանք ինչ են ասում պետական դավաճանությունը ո՞րն է բա մենք ենք ուզում հասկանալ ում ինչ ումա փոխանցել ինֆորմացիա շատ բարձ բան մենք ասում ենք պետական գաղտնիք հավաքել փոխանցել կա ասում են չկա Բառացի տես ինչ կա պետք է ասեմ չեն ասում չկա ասում են ինչ որ գրած է ասում գրածի մեջ գրած չի ասում դե ինչ որ գրած է ասում մատ բարձ հարց ենք տալիս մեղադրում եք այս մարդուն որ պետական գաղտնիքա փոխանցել ասում ինչ որ գրած է ասում կարդում եմ գրած է որ այլ տեղեկատվություն այս ինչ որ գրել եք ստեղից կարանք իմանանք որ նա պետական գաղտնիք ասում պետական գաղտնիք չենք պնդում դե ասում եք հիմա որտեղից ինչ ունի ինչա փոխանցել ասում պետական գաղտնիք հավաքել, մշակել, փոխանցել մեղադրանք լավ պետական գաղտնիք չէ X այլ տեղեկատվություն ինչ որ գրած է ինչ ուրիշ բան եմ պարոն Օրբելյան հիմա ելնում եք որ թողնեք հարցս ավարտեմ գոնե հասկանանք էլի երրորդ փուլին եմ հասել A X տեղեկություն, որը պետական գաղտնիք է կամ չգիտեմ ինչա, B ստացել է եւ երրորդը այդ ստանալը ո՞նց է փոխանցել։ Կապ չունի ինչա։ Եղանակի տեսություն է ստացել։ Ում եւ ո՞նց այդ եմ հարցնում։ Բայց ես էլ հարցը եք ինչ են ասում։ Բայց չի թողնում հարցը պատասխանը։ Բայց այդ հարցի պատասխանը որ իմանամ կասեմ, ես նույն հարցը ես ոնց է փոխանցել եւ ում էլ այդ իրանք ասում են։ Այ որ գա, քննի չէ, եթե կպատասխանի հարցրեք էլի։ Բայց նույն հարցը մենք ինչ են ասում, որտեղ։ Դե ասում են ինչ գրած է այդ հա։ Ինչա գրած։ Դե հիմա ինչա գրած չեմ կարող ասեմ, բայց դա չի գրած։